Հունվարի 30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունների եւ ոստիկանության միջև փոխհամագործակցության շրջանակներում Գալուստ Գյուլբենկյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում անչափահասների գործերով ծառայության դպրոցական տեսուչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը եւ կրթության գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։ Քննարկվեցին դպրոցներում եւ դպրոցների հարակից տարածքներում անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների, դրանց արդյունավետ կանխարգելման վերաբերյալ հարցեր։ Դպրոցական տեսուչը բազմաթիվ գործառույթներ ունի։ Նա առաջին հերթին աշակերտին իրավական գիտելիքներ է տալիս, աշակերտի խորհրդատուն է, նրա ընկերը։ Նելի Դուրյանը նշեց, որ ավագ դպրոցներում տեսուչների առկայությունը հիմնավոր է եւ նրանք մանկավարժական կոլեկտիվի անդամ են։ Բազմաթիվ օրինակներ կան, երբ խնդիր ունեցող աշակերտը մոտեցել է ոչ թե դասղեկին, ուսուցչին, ծնողին ու ընկերոջը, այլ ոստիկանին, նրա մեջ տեսնելով ավագ ընկեր ու խորհրդատու։ Մեծ աշխատանք է տարվում անչափահասների կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները կանխելու, նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու, իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ։ Մուրադ Սարգսյանը իր հերթին ավելացրեց, որ տեսուչները մասնակցում են նաև տարբեր միջոցառումների, սպորտային, մշակութային, հայտնաբերում են այն աշակերտներին, որոնք դպրոց չեն հաճախում, փորձում են պարզել պատճառը եւ այլն։ Այստեղ պիտի պատրաստենք դպրոցում, որ ինքը պատրաստ է արդեն ծառայելու հայոց բանակում, եւ որպեսզի ոչ մի առաջորդանից ինքը խնդրեմ չունենա։ Ասենք ինքը մենակ պիտի լսի, հրամանները կատարի, հա, անվտանգության կանոնները պաշտպանի եւ այն ինչ-որ պարտականություն ունի, այդ պարտականություն։ Եվ դրա համար ես խնդիր դրեցի, որ թող բոլորը սովորեն իրենց պարտականությունը որպես աշակերտ դպրոց։ Ոչ բոլորը գիտեն, ոչ բոլորին են կարդացել, սա պիտի սկսենք տեղից։ Մենք այսօր ամփոփեցինք մեր կատարված աշխատանքը մեկ տարվա, բարձրացվեցին առկա խնդիրները, ինչպես մեր կողմից, այնպես էլ ինչու՞ չէ նաև դպրոցական տեսուչների կողմից, որպեսզի հետագայում էլ ավելի արդյունավետ աշխատանք իրականացվի դպրոցներում, որովհետև սա չափազանց կարևոր աշխատանք է, այն աշխատանքը, որը այսօր դպրոցում կատարում է մեր ոստիկանը։ Արատավոր բարքերի դեմ արդյունավետ աշխատանքի համար Մուրադ Սարգսյանը Նելի Դուրյանին պարգևատրեց պատվոգրով։ Պատվոգրերի արժանացան նաև լավագույնս դրսևորած տեսուչները։